Քրքորյանի խաղատնային կայսրության ամենատարբերվող շենքը Mandalay Bay-ը գտնվում է Լաս Վեգասում։ Այն անվանել են Մյանմայի ամենախոշոր քաղաքներից մեկի անունով, որն իր ժամանակին եղել է հոգևոր մշակութային կենտրոններից մեկը։ Լաս Վեգասի ամենաշքեղ խաղատներից մեկը Mandalay Bay-ը բացվել է 1999 թվականին։ Նախագիծն արժեցել է մոտ $950 միլիոն, ժամանակին համարվելով Լաս Վեգասի ամենաթանկ նախագծերից մեկը։ Խաղատունն անվանվել է Մյանմայի հին թագավորական քաղաքի անունով, որն իր ժամանակին համարվում էր շքեղության և արևադարձային մթնոլորտի կատարյալ խորհրդանիշ։ Mandalay-ը եղել է Բիրմայի վերջին թագավորության մայրաքաղաքը։ Այն հաճախ անվանում են Մյանմայի մշակութային հոգևոր մայրաքաղաք, քանի որ այստեղ կան հարյուրավոր բուդդայական վանքեր ու տաճարներ։ Քաղաքի անունը կապված է Mandalay բլրի հետ, որը համարվում է սրբավայր և քաղաքի գլխավոր խորհրդանիշներից մեկը։ Այսպիսով Վեգասյան խաղատան անվանումն արդեն իսկ հուշում է, թե ինչով է այն առանձնանում մնացած խաղատներից։ Mandalay Bay-ը տարբերվում է Վեգասի բոլոր խաղատներից։ Ի տարբերություն Վեգասյան շատ հյուրանոց խաղատների, որոնք կառուցված են եվրոպական քաղաքների նմանողությամբ, Mandalay Bay-ը ստեղծում է արևադարձային հանգստավայրի տպավորություն։ Հյուրանոցի ոսկեգույն աշտարակը դարձել է Վեգասի ճանաչելի խորհրդանիշներից մեկը։ Mandalay Bay-ը ստեղծելու համար Կալիֆոռնիայից Վեգաս է տեղափոխվել մոտ 2700 տոննա ավազ, որպեսզի անապատում ծովափնյա տպավորություն ստեղծվի։ Խաղատան առաջին առանձնահատկությունն այն է, որ այստեղ կա իրական լողավ, հազարավոր տոննա բնական ավազով և ալիքավոր լողավազանով։ Mandalay Bay-ում է գտնվում Վեգասի ամենահայտնի ակվարիումներից մեկը, որտեղ կան շնաձկներ, ծովային բազմաթիվ կենդանիներ ու եզակի ձկնատեսակներ։ Mandalay Bay-ը հաճախ հյուրընկալում է աշխարհի խոշորագույն համաժողովները, ցուցահանդեսները, գործարար համայնքի հանդիպումները, ընդհուպ UFC-ի մրցաշարերը։ Mandalay Bay խաղատան մակերեսը կազմում է մոտ 12,000 քառակուսի մետր, իսկ հյուրանոցն ունի ավելի քան 3200 համար։ Այստեղ գործում են տասնյակ ռեստորաններ, այդ թվում Միշլենի աստղեր ունեցող խոհարարական նախագծերով։ Շատերը կհիշեն, որ 2017 թվականի հոկտեմբերի 1-ին երաժշտական փառատոնի ժամանակ Լաս Վեգասի հյուրանոցներից մեկից տեղի ունեցավ ԱՄՆ-ի պատմության ամենածանր զանգվածային հրաձգություններից մեկը։ Այս դեպքը տեղի է ունեցել հենց Mandalay Bay հյուրանոցի բարձր հարկերից մեկում, ինչից հետո հյուրանոցը հայտնվեց համաշխարհային լրահոսի կենտրոնում։ Այնուհետև հյուրանոցը զգալիորեն ուժեղացրեց անվտանգության համակարգը, շարունակելով մնալ Լաս Վեգասի ամենաազդեցիկ ու հետաքրքրական զբոսաշրջային վայրերից մեկը։ Լաս Վեգասի մասին խոսել առանց հայազգի մեծանուն գործարարի անունը տալու հնարավոր չէ։ Խոսքն իհարկե վերաբերում է Քրքորյանին, ում ստեղծած MGM ընկերությունը դարձավ Լաս Վեգասի խոշորագույն խաղատնային կայսրություններից մեկը։ 2005 թվականին Mandalay Bay-ը նույնպես դարձավ Քրքորյանի ընկերության սեփականությունը։ Թեև Mandalay Bay-ը Քրքորյանը չի կառուցել, այնուամենայնիվ այսօր էլ Լաս Վեգասի ամենաարտառոց ու տարբերվող խաղատներից մեկի անունը կապվում է Քրքորյանի անվան հետ։ Դե ինչ սիրելիներս, այսօր միասին բացահայտեցինք Վեգասի ամենահայտնի և ամենահետաքրքիր խաղատներից մեկը, որտեղ չգիտես ինչու այնքան էլ հաճախ տուրիստներ չեն այցելում։ Թերևս հիմնականում դիրքով է պայմանավորված, քանի որ այն սթրիփի հարավային հատվածում է գտնվում։ Mandalay Bay-ը թերևս Վեգասի ամենաքիչ բացահայտված խաղատներից մեկն է, հետևաբար խորհուրդ եմ տալիս անպայման այցելել այնտեղ և բացահայտել Վեգասի ամենագեղեցիկ և ամենատարբերվող խաղատներից մեկը։ Իսկ դուք չմոռանաք բաժանորդագրվել իմ ալիքին, որպեսզի միասին շարունակենք բացահայտել Ամերիկան և այնտեղ ապրող մեր հայրենակիցներին։